Բարի և օրհնյալ առավոտ, Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր անունով ես օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Աստվածաշունչը ասում է, որ մարդու սիրտը հպարտանում է իր կործանումից առաջ, բայց խոնարհությունը փառքից առաջ է գնում։ Հայր Աստված, ես աղոթում եմ ու խնդրում եմ, որ օգնես ամեն մեկիս, օգնես իմ հայ ազգին, ամեն հայի, մեծից փոքր, բոլոր հոգևոր մեր առաջնորդներին, բոլոր մեր քաղաքական և քաղաքացիական առաջնորդներին և մեզնից յուրաքանչյուրիս Տեր, խոնարհություն զարգացնենք մեր մեջ և խուսափենք հպարտության թակարդներից, որ ամեն ինչում փնտրենք Տեր Աստված քո առաջնորդությունը և կախված լինենք քեզանից ակնկալենք, և որ դու Տեր տաս մեզ ճշմարիտ պատիվ, հաջողություն և հաղթանակ, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Իսկ հիմա եկեք վերադառնանք Դեյվիդ Ջերեմիայի Աստված սիրում է և միշտ էլ կսիրի գրքին, այսինքն այն մասին, որ Աստված սեր է։ Նախկին դասերը դուք լսեք, իսկ հիմա մենք անցնում ենք երկրորդ գլխին։ Աստված սիրեց քեզ նախքան քո ծնվելը։ Հոբի գրքի 10-րդ գլխի 10-ից 12-ում ասվում է Աստծո մասին. Դու ինձ կաթի պես չթափեցիր, որ պանրի պես թանձրացրիր, դու ինձ մորթով ու մսով հագցրիր և ոսկորներով ու ջղերով ինձ հինեցիր, կյանք և ողորմություն շնորհեցիր, ու քո խնամքը իմ հոգին պահեց։ Որպեսզի կարողանանք հասկանալ, որ Աստված սիրում է մեզ նախքան մեր ծնվելը, հեղինակը անդրադառնում է Կարուսել մյուզիքլին և դրա գլխավոր կերպարին՝ Բիլի Բիգելոուին, ով կառնավալներում բարձրաձոչ էր, մարդկանց ուշադրությունն էր գրավում։ Կարծես էստի համեցեք ասող լիներ։ Նա գունագեղ, արագախոս կերպար է, նա աղմկոտ, անհանգիստ, հպարտ մարդ է և կյանքն անցկացնում է կռիվների ու խնջույքների մեջ։ Սակայն նրա հետ լավ բան է պատահում, նա հանդիպում և ամուսնանում է Ջուլի Ջորդանի հետ, սակայն նրանց ամուսնությունը լի է լինում վեճերով։ Բիգելոուն կորցնում է իր աշխատանքը, և նրա կասկածելի վարքի ու բարքի ընկերները հրավիրում են նրան իրենց հետ կողոպուտ, գողություն անելու։ Նա լրջորեն մտածում է իր ընկերների առաջարկի մասին, բայց այդ ժամանակ իր կյանքում մի բան է տեղի ունենում, որ ամբողջովին վերափոխում է Բիգելոուի աշխարհը։ Նա իմանում է, որ ինքն ու Ջուլին ծնողներ են դառնալու։ Բիգելոուի խորը ուրախությունն ու ոգևորությունը ցույց տալու համար մյուզիքլի հեղինակները գրում են Մենախոսություն անունով մի երկար երգ։ Այն մոտ 3 անգամ ավելի երկար է, քան Բրոդվեյի բնորոշ երգերը։ Այս մաչո տղամարդ Բիգելոուն իր մտքում սկսում է պատկերացնել իր որդուն, իր անվանակցին, որը կլինի իր նման կոպիտ և ուժեղ և կարողանալու է իր ստանձնած ցանկացած աշխատանք կատարել։ Իմ տղա Բիլը, նա կլինի բարձրահասակ և կոպված ինչպես ծառ, այնպես չէ, ինքն իրեն մտածում է նա։ Ապագա հայրը սկսում է մտածել իր որդու ապագա հրաշալի հնարավորությունների մասին։ Գուցե նա լինի կառնավալային գոռացող, ինչպես ինքը, կամ գուցե ընտրվի որպես երկրի նախագահ։ Այս երեխայի համար ամեն ինչ հնարավոր է, երևակայում է Բիլ Բիգելոուն։ Եվ այդ ժամանակ Բիգելոուն հանկարծ գիտակցում է. իսկ ի՞նչ կլինի, եթե երեխան աղջիկ լինի։ Երգը կտրուկ կանգ է առնում, բայց ոչ երկար ժամանակով։ Երբ նա մտածում է իր կնոջ փոքրիկ կրկնօրինակը ունենալու հնարավորության մասին, նրան այդ միտքն էլ է դուր գալիս, ու հիմա էլ սկսում է երգել իր մտահոգությունների մասին, թե ինչպես է դաստիարակելու այդ փոքրիկ աղջկան։ Եվ Բիգելոուն հայտարարում է. ես կփորձեմ, ես կփորձեմ, ես կփորձեմ։ Ինչ էլ որ պահանջվի, դա էլ կանի Բիգելոուն, քանի որ դուստրը հոր կարիքը ունի։ Սա է երգում նա։ Ահա թե ինչ եմ ուզում պատմել այս պատմությամբ։ Կարևոր չէ Բիգելոուն որդին ունի, թե դուստր։ Նա արդեն իսկ անմնացորդ սիրահարված է մի երեխայի վրա, որը դեռ չի ծնվել,
ու դեռ մի քանի ամիս կա մինչև ծնվելը։ Բայց այս սեղմային վիճակում գտնվող երեխան արդեն դարձել էր Բիգլոյի կյանքի թեման ու իմաստը։ Դժբախտաբար Բիգլոն եզրակացնում է, որ լավ հայր լինելու համար իրեն փող է պետք, եւ նա մահանում է, փորձելով գումար ձեռք բերել գողության միջոցով։ Ավելի ուշ նա վերադառնում է որպես ոգի տեսնելու իր փոքրիկ աղջկան եւ տեսնում է, որ աղջիկը ուժեղ է եւ հպարտ, ինչպես ինքը կանխատեսել էր։ Կարուսել մյուզիքլը սխալ է ներկայացնում դրախտի եւ փրկության մասին պատկերացումները, բայց հոր սիրո պատկերումը իր չծնված երեխայի նկատմամբ ճիշտ է, եւ մենք դա գիտակցում ենք մեր սեփական փորձից։ Երբ որևէ երիտասարդ զույգ հայտարարում է, որ երեխա են սպասում, բոլորը նրանց ասում են՝ դա կփոխի ձեր կյանքը։ Բայց իրականում նրանք արդեն փոխվել են, եւ նրանց կյանքը արդեն փոխվել է։ Երեխային սպասելու առաջին պահից նրանք իրենց տեսնում են այլ լույսի ներքո։ Նրանք հասկանում են, որ հնարավոր է խորապես սիրահարվել մի փոքրիկ մարդու, որին երբեք չեն հանդիպել։ Նրանք լի են երազանքներով այն մասին, թե ինչ են անելու իրենց երեխայի հետ, լողափ են գնալու, շունիկ են բերելու տուն իրենց բալիկի համար, երեխայի հետ միասին սովորելու են Աստծո մասին եւ այլն եւ այլն։ Մինչ այդ երեխայի ծնվելը հոր ու մոր միտքը ամբողջովին տարված կլինի նման մտքերով եւ պատրաստությամբ իրենց փոքրիկին դիմավորելու համար։ Իսկ երեխայի ծնվելուց հետո նրանք լիովին կնվիրվեն իրենց թանկարժեք բալիկին։ Որտեղից է մեր մեջ գալիս այս հզոր սերը։ Պատասխանը պարզ է, դա ժառանգական հատկանիշ է։ Ժառանգություն, հատկանիշ, որ մենք ժառանգել ենք մեր երկնային հորից, մեր Աստծուց։ Մենք ստեղծված ենք երկնային հոր պատկերով, ով նույն խորը ուրախությունն է զգացել մեր ծնվելուց առաջ։ Բայց Աստծո սերն ավելի հզոր է, ավելի անսահման, քան մերը։ Հնարավոր է, որ դուք չգիտեք, որ Աստված սիրում է ձեզ հիմա, բայց գիտակցում եք, որ Աստված միշտ է սիրել ձեզ, նույնիսկ ձեր ծնվելուց առաջ։ Նույնիսկ աշխարհի ստեղծումից առաջ Աստված սիրել է քեզ։ Եկեք ուսումնասիրենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը Աստծո եւ մեր միջև եղած հարաբերությունների մասին, նախքան մեր ծնվելը։ Մինչև քո ծնվելը Աստված գիտեր քո ինքնությունը։ 139-րդ Սաղմոսի 15-ից 16 խոսքերը ասում են. Իմ ոսկորները չծածկվեցին քեզանից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը եւ ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, եւ քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։ 139-րդ Սաղմոսի 15-ից 16 հատվածի հիմնական նպատակն է արտահայտել այս ճշմարտությունը Աստծո մասին, բայց այն նաև ինչ-որ բան է ասում այս տողերը գրող Սաղմոսերկուի մասին։ Ակնհայտ է, որ Դավիթն իրեն անձնավորություն, անհատականություն էր համարում նույնիսկ նախքան ինքն իրեն գիտակցելը։ Նա ասում է. ես որպես անձնավորություն, անհատականություն ծածկված էի Տեր Աստված քո ձեռքով, մորս որովայնում, ես գաղտնի կերպով ստեղծվեցի և վարպետորեն կերտվեցի մորս մարմնի խորքերում։ Կարևոր է նշել, որ 16-րդ խոսքը քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ։ Այս համարում մենք տեսնում ենք առաջին ու միակ դեպքը Սուրբ գրքում, որ օգտագործում է եբրայերեն սաղմ բառը, որը թարգմանվել է որպես իմ կերպարանքը, որ անպատրաստ է դեռ բառերի կապակցությամբ։ Երբ Աստված ձևավորում էր քեզ, ինձ կամ մեկ այլ անձի, Աստված սիրով հսկում էր մեզ։ Մենք գիտենք, որ սա ճշմարիտ է, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ Աստված սեր է։ Կարդանք առաջին Հովհաննես նամակի 4 գլխի 8-րդ խոսքը. Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։
Կարդանք առաջին Հովհաննես նամակի 4 գլխի 16-րդ խոսքը։ Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Ամեն ինչ Աստված անում է, այդ թվում չծնված մարդ երեխայի զարգացման վերահսկողությունը կատարվում է դրդված ու առաջնորդված իր սիրուց։ Հենրի Նյուենը բացատրում է այսպես. ողջ հավիտենականության մեջ մենք թաքցված ենք, պահված ենք Աստծո ձեռքի ստվերի տակ և մենք փորագրված ենք Աստծո ափի վրա։ Նախքան որևէ մարդ մեզ կդիպչի, Աստված գաղտնի կերպով ձևավորում է մեզ և հյուսում է մեզ երկրի խորքում, և նախքան որևէ մարդ մեր մասին որևէ որոշում կկայացնի, Աստված մեզ միահյուսում է, իմի է բերում մեր մոր որովայնում։ Աստված սիրում է մեզ, նախքան որևէ մարդ կկարողանա սեր ցուցաբերել մեր հանդեպ։ Այսինքն մենք նախ ստանում ենք Աստծո սերը, մինչև որևէ մեկը, ներառյալ մեր ծնողները, մեզ կսիրեն։ Մենք արդեն սիրված ենք։ Աստված սիրում է մեզ առաջին սիրով, անսահմանափակ սիրով, անվերապահ սիրով, անպայմանական սիրով։ Եվ Աստված ուզում է, որ մենք լինենք իր սիրելի զավակները և ասում է մեզ, որ դառնանք նույնքան սիրող, որքան ինքը։ Պատկերացրեք մի երեխայի, որը ծնվում է ստրեսային իրավիճակում, գուցե մեքենայի մեջ հիվանդանոց գնալու ճանապարհին, կամ գուցե ծնվում է, պորտալարը վզին փաթաթված շնչահեղձ վիճակում։ Ծնողները 9 ամիս պլանավորել են, որ ամեն ինչ կատարյալ լինի իրենց փոքրիկի աշխարհ գալու համար, և հետո տեղի է ունենում չպլանավորածը։ Հիվանդանոցից ուշանում են, ճանապարհին խցանում է, մայրը ընկնում է արագ և ուժեղ ծննդաբերության ցավերի մեջ, կամ ինչպես ասեցի, երեխան ծնվում է բարդ վիճակով։ Երբ մայրն ու երեխան վերջապես հիվանդանոցում են ու ամեն բան խաղաղվում է ու կարգին է, մայրը իր սերը հայտնում է իր երեխային, նրա հետ նուրբ ձայնով խոսելով ու ներողություն է խնդրում դժվար ծննդաբերության համար։ Եթե այդ նորածինը կարողանար խոսել այդ պահին, նա կբացեր իր փոքրիկ աչքերը և կասեր. «Ամեն ինչ լավ է, մայրիկ, ես լավ եմ, Աստված սիրել է ինձ իմ բեղմնավորման պահից, ես 9 ամիս շարունակ լող եմ տվել Աստծո սիրո մեջ և գիտեմ, որ և դու և հայրիկը նույնպես սիրում եք ինձ»։ Երեխայի փորձառությունը դա է։ Ինչքան ես գիտեմ, նորածինները նույնիսկ չեն կարող նման մտքեր մտածել, առավել ևս արտաբերել դրանք։ Այնուամենայնիվ, այն խոսքերը, որոնք ես դնում եմ նորածին երեխայի բերանը, ճշմարիտ են։ Աստված տեսնում և սիրում է արգանդում գտնվող նորածիններին բեղմնավորման պահից սկսած։ Դա նշանակում է, որ Աստված նրանց այդ սաղմերին, դեռ չծնված սաղմերին արդեն տվել է մարդկային ինքնություն։ Նրանք արդեն մարդիկ են։ Վերոնշյալ հատվածում «Իմ ոսկորները չծածկվեցին քեզանից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը և ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում, քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար», Դավիթը անզուգական բանաստեղծական ճարտասանությամբ գրում է այն սիրող և ուշադիր երկնային Հոր մասին, մեր Հայր Աստծո մասին, որը հմտորեն մեզ միահյուսում է մեր մոր արգանդում և վերահսկում մեր զարգացումը։ Մենք նաև իմանում ենք, որ իր անսահման իմաստությամբ և զորությամբ Աստված մեզ նախագծել է մեր օրերի համար, ինչպես որ նա նախագծել է մեր օրերը մեզ համար, գրելով մեր ապագան իր գրքում։ Ինչ նպատակներ ինքն ունի մեզ համար, նույնիսկ նախքան դրանց իրականացումը։ Ակնհայտ է, որ Աստված մեզ ճանաչում և սիրում է որպես անհատական էակների, մարդկանց, ովքեր ունեն Աստծո էությունը, որոնց նա արդեն տվել է որոշակի ինքնություն, նախքան մեր ծնվելը։ Այսքան այսօրվա ձայնագրությունը մի քիչ ավելի կարճ է։ Աստված
բարի նպատակներ ունի գրած յուրաքանչյուրիս համար, բայց արդյոք մենք քայլենք այդ նպատակների մեջ, թե ոչ, կախված է մեզանից, կախված է ինչ ճանապարհ կընտրենք, կընտրենք Աստծո ճանապարհը, թե մեր ճանապարհը։ Սիրելի մարդ, Աստված սիրում է քեզ, սիրելի իմ հարազատ, Աստված սիրում է քեզ, սիրելի անծանոթ, սիրելի հայ, Աստված սիրում է քեզ։ Մի չարացի Աստծո դեմ, մի խապնվի սատանայի ստերով, մի լսի քո սքի, ցավի, վիրավորանքի ձայնը, որտեղ դրանք շատ բարձր են խոսում։ Լսի Աստծո նուրբ, ցածր, բայց խորը ու հավիտենական ձայնը, որ ասում է. ես սիրում եմ քեզ, ես ուզում եմ, որ դու չկորչես, ես բարի նպատակ ունեմ քեզ համար, արի դեպի ինձ, աղոթի Աստծուն, մեղա արի մեղքերիդ համար, ողորմության առաջ քեզ շպրտի Աստծո, խնդրի ներում, խնդրի Աստծո շնորհը, խնդրի Սուրբ Հոգին քեզ հպվի, բերի ապաշխարության, բերի դարձի։ Աստված օրհնի, պահի ու պահպանի ձեզ։ Ամեն։